Ողջույն, այս հաղորդումն ամբողջությամբ կնվիրենք Արցախի փախստականների հիմնախնդրին, մասնավորապես կանդրադառնանք էական կրճատումներին, այն գումարների, որ հատկացվում էին 1.5 տարի առաջ էթնիկ զտման ենթարկված եւ իրենց հայրենիքից տեղահանված փախստականներին աջակցելու համար։ Այնուհետև կքննարկենք փախստականների հասցեին հնչող քննադատությանը, թե ինչպես են նրանց քաղաքական նպատակներով փաստացի քավության նոխազ դարձնում, ինչը կարծես թե պետական մակարդակով է համակարգվում։ Ապրիլի 1-ի դրությամբ բռնի տեղահանված արցախցիներին ամսական աջակցությունը 50,000 դրամից նվազել է մինչև 40,000 դրամ։ Հուլիսից այն էլի կնվազի մինչև 30,000 դրամ։ Այս պահին աջակցություն ստանալու իրավունք ունեն միայն որոշ խմբեր, մինչև 18 տարեկան երեխաներ, մոտ 33,000 մարդ, տարեցներ, 63 տարեկան եւ բարձր, եւս 18,000 մարդ, եւ հաշմանդամություն ունեցող կամ ընտանիքի կերակրողին կորցրած անձինք, մոտ 2,600 մարդ։ Մինչև 2026 թվականն ամբողջությամբ կդադարեցվի ֆինանսական օգնությունը բացառությամբ փոքր թվով սոցիալապես խոցելի խմբերի։ Կարևոր է նշել, որ իրականում սա բյուջետային որոշում չէ, սա քաղաքական որոշում է, քանի որ այս բոլոր ծրագրերը, անկեղծ ասած, այդքան էլ մեծ գումար չեն կազմում։ Եթե կառավարությունն իսկապես լրջորեն զբաղվեր այս հարցով, ապա դոնորների համաժողով կկազմակերպեր եւ դեռ կարող է կազմակերպել, հրավիրելով միջազգային կազմակերպությունների եւ երկրների, որոնք պետք է ֆինանսավորեն այս ծրագիրը, հաշվի առնելով փաստը, որ նրանցից շատերն իրականում պատասխանատու են այս էթնիկ զտումների համար, քանզի ժամանակին քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի այն կանգնեցնեն։ Այժմ անդրադառնանք հիմնական խնդրին եւ դրա առանձնահատկություններին։ Փախստականների առջեւ ծառացած ամենամեծ խնդիրն իրականում բնակարանի հարցն է եւ բնակարանային ծախսերը։ Ընտանիքների մեծ մասը կառավարության տրամադրած աջակցությունը փաստացի օգտագործում է բնակարանի վարձը կամ կոմունալ ծախսերը վճարելու համար։ 2023 թվականին կառավարությունը 58.5 միլիարդ դրամ օգնություն է հատկացրել, իսկ հիմա 35 միլիարդով կրճատում է լինելու, այսինքն 40% կրճատման մասին է խոսքը։ Արցախից էթնիկ զտման ենթարկված 115,000-ից 80%-ն ապրում է Երևանում, Կոտայքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում, որտեղ բնակվարձը փաստացի ամենաբարձրն է։ Կառավարությունն ունի նաեւ բնակարանային ծրագիր։ Արցախում էթնիկ զտման ենթարկված 25,000 ընտանիքից միայն 100-ն է կարողացել դիմել այս ծրագրին։ Կառավարությունը պնդում է, որ փախստականների համար հեշտ է տուն գնել, բայց դա իրականում ճիշտ չէ, քանի որ կան լրացուցիչ ծախսեր։ Մարդը կարող է բնակարան գնել միայն հեռավոր շրջաններում, որոնք ակնհայտորեն խնդրահարույց են, քանի որ դրանք վայրեր են, որտեղ գործազրկությունն ամենաբարձրն է։ Այսինքն ստացվում է, որ դու կարող ես բնակվելու տեղ ունենալ, սակայն չունենալ աշխատանք, կամ կարող ես ապրել մեծ քաղաքում, ավելի շատ բնակվարձ վճարել եւ փաստացի կարողանալ աշխատել։ Բնակարանի հասանելիությունը խնդրահարույց է նաեւ քաղաքացիության պատճառով, քանի որ երբ մարդը վարկի համար դիմում է բանկ, պետք է ՀՀ քաղաքացի լինի եւ շատ դեպքերում մարդիկ իրականում դիմել են դատարան ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Իսկ շատ բանկեր փաստացի հրաժարվում են վարկեր տալ քաղաքացիություն չունենալու հիմքով։ Կամ եթե տվյալ անձը Արցախում բանկին պարտք է մնացել, երբ ստիպված է եղել լքել իր տունը կամ բիզնեսը։ Այս կրճատումների պատճառով մարդկանց համար էլ ավելի դժվար է դարձնում ցանկացած տեսակի վարկի համար դիմելը, երկարաժամկետ հեռանկարում իրենց բնակարանով ապահովելու համար։ Մեկ այլ ուշագրավ հարց, որը խնդրահարույց է, բայց նաև կորցրած հնարավորություն Արցախի պաշտպանական բանակի խնդիրն է։ Այն շուրջ 12,000 զինծառայող ուներ, որոնք ծառայում էին պայմանագրային հիմունքներով։ Այս մարդկանցից շատերն իրականում փորձառու զինվորներ են, որոնք բազմաթիվ մարտերի են մասնակցել։ Ակնհայտ է, որ նրանցից շատերը տրավմաների ենթարկված մարդիկ են, որոնք բռնի տեղահանվել են եւ հոգեբանական աջակցություն փաստացի չեն ստանում։ Այս մարդիկ շատ օգտակար կլինեին, եթե ինտեգրվեն բանակին, հաշվի առնելով, թե կադրային եւ որակային ինչ խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում։ Բացի Արցախի բանկի այս 12,000 զինվորականներից միայն 1,200-ն է փաստացի գրանցվել եւ ծառայում մեր զինված ուժերում։ Մյուսներից շատերը, անկեղծ ասած, ցրված են Հայաստանով մեկ, ցածր վարձատրվող աշխատանքներ են անում, իսկ նրանցից շատերն իրականում արտերկրում են։ Խնդիրներից մեկը, որի պատճառով դժվարացել է այս անցումը, այն է, որ Արցախի բանակում մարդիկ իրականում ավելի բարձր էին վճարվում, քան Հայաստանի զինված ուժերում։ Այդ մարդկանցից շատերը հրաժարվել են ավելի ցածր աշխատավարձով աշխատելուց, ինչն այս դեպքում ակնհայտորեն պետության մեղքը չէ, բայց ակնհայտ է, որ պետությունը կարող էր շատ ավելի լավ աշխատանք տանել այս մարդկանց, հատկապես փորձառուներին եւ փորձառու հրամանատարներին ներգրավելու համար, որպեսզի օգնեն լուծել մեր բանակում կադրերի լուրջ պակասի խնդիրը։
Էլ ավելի մտահոգիչ խնդիր է Արցախի փախստականների դեմ ատելության խոսքի շատ համակարգված կամ ենթադրյալ համակարգված քարոզարշավը, որին ականատես եղանք։ Նման շատ դեպքեր ըստ էության եղան մարտի 29-ին Երևանում արցախցիների հանրահավաքից հետո, որի մասնակիցները բողոքում էին Արցախի փախստականների աջակցությունը կրճատելու կառավարության որոշման դեմ։ Պետական պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված խմբերն ու նրանց կողմնակիցները ներգրաված են եղել փախստականներին դեմոնիզացնելու եւ քննադատելու գործողություններում։ Նրանց հասցեին ամենատարբեր վիրավորանքներ հնչեցնելով։ Այս գործընթացն իրականում շարունակվում է էթնիկ զտումներից հետո, բայց ակնհայտ է, որ այն դառնում է շատ ավելի համակարգված, իսկ բառամթերքը շատ ավելի կոշտ։ Եթե մի պահ կանգ առնենք ու ցանկանանք հասկանալ, թե որն է այս ամենի պատճառը, մենք նախ պետք է հասկանանք արցախցիների դեմ այս արշավի քաղաքական դրդապատճառները։ Եթե կարճ, ապա դա ամեն կերպ կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Դրանք տեղի կունենան հաջորդ տարի։ Ակնհայտ է, որ կառավարությունն իր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ողջ օրակարգը խաղադրույք է արել այս ենթադրյալ խաղաղության համաձայնագրի վրա, քանի որ անվտանգությունն ընտրողների թիվ 1 մտահոգությունն է։ Այսպիսով, ակնհայտ է, թե ինչու են նրանք դա արել։ Նրանք ցանկանում են 2026-ին ընտրություններին մասնակցել որպես երկրին խաղաղություն բերող կուսակցություն եւ ցանկացած այլ կուսակցություն, որն իրենց դեմ կառաջադրվի, կփորձեն ներկայացնել որպես ուժ, որը դեմ է խաղաղությանը եւ կողմ պատերազմին։ Նրանք միևնույն ժամանակ հասկանում են մի բան՝ ոչինչ չի ստորագրվելու, եւ շատ հավանական է, որ հաջորդ ընտրություններից առաջ ադրբեջանական հերթական ագրեսիայի ականատեսը լինենք։ Կարճ ասած, նրանց արտաքին քաղաքականության ամբողջ օրակարգը շատ առումներով ձախողվում կամ փլուզվում է, եւ այդ դեպքում փաստացի պետք է ինչ-որ մեկը, որին կարող են մեղադրել դրա համար, քանի որ խաղաղության չունենալու համար ակնհայտորեն չեն կարող շրջվել եւ մեղադրել իրական մեղավորներին, որը Բաքվի ռեժիմն է։ Այսպիսով, նրանք պատրաստվում են թիրախավորել արցախցի փախստականներին ամենախոցելի, ամենատրամաբանական խմբերին, եթե գիտեք այս խնդրի պատմությունը։ Սա նաև ծառայում է վարչապետի քաղաքական շահերին, քանի որ Հայաստանում ընտրողների մոտ 20-ից 25%-ը վաղուց նախապաշարմունքներ կամ դժգոհություններ ունի արցախցիների նկատմամբ։ Հատկանշական է, որ այդ խմբի զգալի մասը վարչապետի հիմնական ընտրազանգվածն է։ Այսպիսով առաջ մղելով արցախցիների դեմ այս պատմությունը, նա փորձում է հաճոյանալ իր իսկ կողմնակիցներին, եւ միևնույն ժամանակ, երբ դու թիրախավորում ես փախստականների, ապա պետք է նկատի ունենաս, որ նրանք մարդիկ են, որոնք քաղաքապես պաշտպանվելու ամենաքիչ հնարավորությունն ունեն, քանի որ բոլորը խոցելի են եւ հակադարձելու իրավական միջոցներ չունեն։ Միևնույն ժամանակ, այս հակաարցախյան պատմությունը կապված է մի բանի հետ, որն այս պահից պետք է կոչենք Ալիևի սահմանադրական հանրաքվե, որը հավանաբար կանցկացվի խորհրդարանական հաջորդ ընտրությունների հետ միաժամանակ, Իլհամ Ալիևի պահանջները բավարարելու համար։ Ընթացիկ հարցումների համաձայն հանրաքվեն իր ներկայիս տեսքով կտապալվի, եթե քվեարկության դրվի այսօր։ Դա այն պատճառով, որ հասարակությունը հասկանում է, որ դրա իրական հեղինակները ոչ թե Երևանում են, այլ Բաքվում։ Միակ ճանապարհը, որով կառավարությունը կարող է անցկացնել այս փոփոխությունը, վախ առաջացնելն է։ Մարդկանց համոզելը, որ եթե կողմ չքվեարկեք, ապա դա պատերազմի կհանգեցնի։ Միևնույն ժամանակ պետությունը կարծես դիտմամբ թույլատնում է դիմադրելու երկրի սեփական կարողությունը, որպեսզի անցկացնի սահմանադրական այս փոփոխությունները։ Այս ռազմավարությունը նաև հետընտրական հնարավոր ագրեսիայի պատասխանատվության բեռն իշխանության վրայից տեղափոխումն է հայ ընտրողների վրա, ինչը քաղաքական եւ բարոյական անպատասխանատվության լկտի ակտ կլինի։ Հիմա փորձենք վերլուծել իշխող կուսակցության շանսերը։ Ամենայն հավանականությամբ, այն ինչ նրանք անում են, իրականում մարտավարական առումով քաղաքականապես սխալ քայլ է, քանի որ այն հիմնված է վտանգավոր ենթադրության վրա, որ իրենց ընդդիմախոսները միշտ թույլ եւ անկազմակերպ կլինեն, ինչն առ այսօր այդպես է եղել։ Բայց ինչպես գիտենք, քաղաքականության մեջ ամեն ինչ կարող է փոխվել մեկ գիշերում, ինչը տեղի ունենում հիմա։ Շատ հավանական է, որ հայ ընտրողները հաճույքով դեմ քվեարկեն Ալիևի սահմանադրական հանրաքվեին։ Իրականում ամբողջ աշխարհում ժողովրդավարական աշխարհի պատմությունը լի է նման օրինակներով։ 2015-ին հույն ընտրողները դեմ քվեարկեցին տնտեսական փաթեթի գործարքի վերաբերյալ ԵՄ հանրաքվեին, եւ նույնը եղավ 2016-ին Brexit-ի դեպքում, երբ բրիտանացի ընտրողները զարմացրին աշխարհին քվեարկելով Եվրոմիությունից դուրս գալու օգտին։ Մի խոսքով, եթե ընտրողներին հնարավորություն են տալիս գրողի ծոցն ուղարկել քաղաքական աշխարհին կամ երկրի քաղաքական դասին, ապա շատ հաճախ նրանք կանեն դա, իսկ քաղաքականության մեջ ոսկե կանոն կա. երբեք մի տուր հարց, քանի դեռ համոզված չես, որ պատասխանը դրական
բնական կլինի, ինչը իհարկե չես ասի այս դեպքում։ Նաև սահմանադրական այս փոփոխությունները հանրաքվեի դնելով եւ լինելով դրա միակ աջակիցը, այս իշխանություններին իշխող քաղաքական կուսակցությանը կհաջողվի անել մի բան, որ երբեք չի կարողացել անել ընդդիմությունը՝ քաղաքական ուժերի եւ քաղաքացիների լայն շրջանակի համախմբել մեկ համաժողովրդական նպատակի ներքո՝ ընդդիմություն իշխանությանը։ Բացի այդ, Ալիևի սահմանադրական հանրաքվեին աջակցելու նպատակով ընտրողներին վախեցնելու ցանկացած փորձ նախ եւ առաջ ընդգծի իշխանության սեփական թույլ կողմերը, քանի որ հակառակորդները կարող են շատ հեշտ շրջվել եւ ասել. իշխանություն գալուց հետո 7, իսկ պատերազմից հետո 5 տարի ժամանակ ունեիք համոզելու, որ երկիրն ունի իրեն պաշտպանելու կարողություն, եւ դուք չեք արել դա։ Այս ամենը տեղի կունենա այն ժամանակ, երբ այս կառավարության գրեթե բոլոր ընդդիմախոսները անցկացնեն քարոզարշավներ, որոնք աչքի կընկնեն ավելի ուժեղ ազգայնականությամբ եւ ավելի մեծ տեղ կհատկացնեն պաշտպանությանը, քան կառավարությունն է հիմա անում։ Ինչ վերաբերվում է Արցախի փախստականներին քաղաքական նպատակներով օգտագործելուն կամ որպես խավության նոխազի թիրախավորելու քաղաքականությանը, ապա իրականությունն այն է, որ այս իշխանությունն արդեն ունի բոլոր այս մարդկանց աջակցությունը, արցախցի փախստականներին կամ նախապաշարմունքներ ունեն նրանց նկատմամբ։ Այնուամենայնիվ, կա շատ ավելի մեծ խումբ, որն իրականում համակրում է նրանց։ Չմոռանանք, որ այս երկրի բնակչության մի մեծ հատված փաստացի արցախյան ծագում ունի եւ ընտանեկան կապեր ունի Արցախի հետ։ Այս խնդիրը շատ ավելի դուրս է փախստականների ներկայիս խնդրի շրջանակից։ Կա մարդկանց ավելի մեծ զանգված, որը խորապես աջակցում է Արցախին եւ արցախցիներին։ Երկրորդ, իշխանության եւ Արցախից էթնիկ զտման ենթարկված փախստականների միջև ցանկացած ուղղակի առճակատում կարող է քաղաքական հակառակ էֆեկտ ունենալ։ Դա ըստ էության կստիպի կառավարությանը ստանձնել պատասխանատվություն այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ 2023-ին՝ մարդկանց տեղահանումը իրենց նախնիների հայրենիքից։ Մինչդեռ դրա համար մինչ այժմ հիմնականում պատասխանատու են համարվել ռուսները, որոնք թույլ տվեցին էթնիկ զտումներ։ Պետք է ասեմ, անկեղծորեն հուսով եմ, որ քաղաքական այս իրավիճակի իմ մեկնաբանությունը սխալ է, բայց եթե ես իրավացի եմ, դա կնշանակի, որ մարդիկ, որոնք մոտ 7 տարի առաջ 2018-ին հույսի եւ փոփոխության հեղափոխություն արեցին, այժմ տեսնում են դեգրադացված կառավարություն, որը դեմոնիզացնում է Արցախի փախստականներին, ըստ էության հասարակության ամենախոցելի մարդկանց, միևնույն ժամանակ վերածվելով Հիտլերի պես բռնակալի շահերի սպասարկուի։ Շնորհակալություն հաղորդումը դիտելու համար։ I had another talk with the German Chancellor, Herr Hitler. And here is the paper which bears his name upon it as well as mine. I have been talking with the German Chancellor, Herr Hitler, and I have in my hand a piece of shit. Cut it. Neville! Neville!